Բարի ու շերեկո, սիրելիներ, մենք նորից վերադարձանք եթեր, ես եւ Արմինեն Ադիբեկյան, ինչպես տեսնում եք, մենք մեր ընկերների գործն ենք շարունակում, փորձել ենք այսպես հերթափոխով շարունակել գործը, որպեսզի իշխանության երազանքը չիրականանա եւ իմ նիմնեմին շարունակի մնալ եթերում։ 7 օր է ինչ մեր ընկերները Վազգենը Սաղաթելյան եւ Նարեկը Սամսոնյան նորից վերադարձվել են Կալանավայր Ալեն Սիմոնյանի ցանկությամբ եւ կամքով։ Դուք շատ լավ գիտեք հանգամանքները, թե ինչպես էին նրանց փորձել այսպես Փաշինյանի կամ ԿՊ-ի համար աչքին հաճելի տեսարաններ ապահովելով սենց մասկաներով եւ այլն ներխուժել լուսաբացին իրենց տները եւ տղաներին տարել, բայց տղերքը ինչպես տեսնում եք ընդհանրապես մեկ օրում կարողացել են իրենց հեղինակությամբ վերարտադրել այս ամբողջ տեխնիկական հնարավորությունները եւ նույնիսկ դրանց արգրաված այսպես կոտրած միկրոֆոնի փոխարեն այսօր հայտնվել են շատ թարմ եւ որակյալ տեխնիկա եւ ամբողջ հնարավորությունները, որպեսզի եթերը շարունակի մնալ, որպեսզի իմ նիմնեմին շարունակի ձեզ ներկայացնել իրականությունը, ոչ թե թոզ փչել ձեր աչքին, հակառակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների կամքի։ Եվ այս աջակցության համար հատուկ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ընդամենը մեկ օրում կապի դուրս գալով փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կարողացել էին թիմի հետ աշխատել եւ վերադասավորվել եւ վերաթողարկել իմ նիմնեմին, բայց այդ մարդկանց մեջ նաեւ մեզպես մառալնի աջակցություն ցուցաբերողները դուք եք, բոլոր ակտիվ հետևորդները եւ ահա մեր ընկերը Արկադին Գաբրելյան, բարի ու շերեկո Արկադի։ Բարև ձեզ, նաեւ ողջունում եմ մեզ բոլոր հետևող մարդկանց։ Արկադին այն մարդկանցից է, ով ակտիվ հետևում է իմ նիմնեմին, աջակցում է տղաներին եւ այսօր որպես ակտիվ աջակցող, այսպես գործից կտրվել է, ինչպես հասկացա, գիշերվա 1000-ին դուք պիտի գործի տեղը լինեիք։ Եվ մենք ձեզ պոկել ենք, դուք այստեղ եք ձեր կամքով, խնդրում եմ ներկայացրեք, ով եք դուք եւ մի քիչ պատմեք ձեր մասին կարճ։ Ես Արկադին եմ, ցավոք սրտի Հայաստանում չեմ ծնվել, բայց վաղ մանկությունից ապրել եմ Հայաստանում, սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ պետությունը ու իմ համար ամենաթանկ բանը այս կյանքում իմ պետությունն է։ Ու այսօր կանգնելով տղաների կողքին, կանգնելով բոլոր հայրենասեր մարդկանց կողքին, ես հասկանում եմ, որ պետությանը գոնե թե այս պահին ամենաշատը այդպես կարամ օգուտ տամ ու այստեղ ոչ մի աշխատանք կամ ոչ մի ֆինանսական ինչ-որ միջոց չի կարա ինձ խանգարի դա անելու համար, որովհետև կրկին անգամ իմ համար ամենաթանկը իմ պետությունն է։ Այդ ճնշումներն էլ ձեզ չեն վախեցնում։ Վերջո տհաճ տեսարաններ են Արկադի։ Տեսեք, ինչքան ուզում ա տհաճ լինի, ես միշտ ինձ առաջնորդող երկու բան կա։ Առաջինը դա այն է, որ իմ հորից ստացված գլխավոր ժառանգությունը դա պատերազմում հաղթանակն է ու դա անկախացած պետությունն է ու ես պարտավոր եմ իմ երեխաներին ապագայում փոխանցել հաղթած պետություն ու ուժեղ պետություն։ Եվ երկրորդ բանը, ես լինելով հավատավոր քրիստոնյա մարդ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հավատում եմ, որ վաղ թե ուշ կհանդիպեմ իմ ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք այսօր այստեղ հանգիստ նստենք, ու ես պարտավոր եմ ամեն ինչ անեմ, որ իրանց ճակատին ու իրանց նայեմ բարձ ճակատով ու կարողանամ իրենց պատասխան տամ, որ դուք ձեր ամենաթանկը ձեր կյանքը տվեցիք, ես չկարացի իմ կյանքը տամ, բայց գոնե թե արեցի այդ պահին հնարավոր ամենաշատը։ Պիտի պահեմ։ Այո, մենք էլ այդ միսիանն ենք Արկադի ջան։ Նախ պարտավոր ենք մնալ առողջ, երկրորդը պարտավոր ենք մնալ սթափ, չտրվել ոչ մի էմոցիոնալ զեղումների, հա, եւ ճիշտ ասած պարտավոր ենք մնալ ազատության մեջ, ինչպես Արմինեն է ասում։ Ցավոք սրտի հիմա մեր պետությունում ազատության մեջ կլինի մարդը թե Կալանավայրում որոշում է կոնկրետ մի մարդ։ Իդեպ ասած Կալանավայրում գտնվելու մասին Նարեկ Սամսոնյանը այնուամենայնիվ մեզ հետ կապի մեջ է լինելու եւ եթե դուք ունեք հարցեր Նարեկին, ապա խնդրում եմ կոմենտներում գրեք, այդ հարցերը փաստաբանի միջոցով կփոխանցվեն Նարեկին եւ նա կաշխատի հնարավորինս ծավալուն պատասխանի ձեր հարցերին։ Հենց որ Նարեկը թեկուզ եւ արմավիրում է, բայց այնուամենայնիվ մեզ հետ է, մեզ հետևում է եւ բոլոր հնարավոր միջոցները կօգտագործի, որ լինի կապի մեջ, եթե ունեք հարց Նարեկին, ապա
Կոմենտներում անպայման նշեք։ Հա, կներեք։ Արկադի ջան, որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, բայց ծնողներս երկուսն էլ հայ են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են Եվ եղել։ դուք հիմա այստեղ եք ապրում։ Եվ այո, հիմա այստեղ եմ։ Վաղուց 6-7 ամսականից ապրել եմ Շամշադինում, Մովսեսցի եմ։ 15 տարեկանում եմ տեղափոխվել Երևան, այն նպատակով, որ մի օր ես պատրաստ կլինեմ ու հետ կգնամ իմ ծննդավայր, սենց եմ տեսեք ես դա տենում, այնտեղ որտեղ ես ծնվել ապրել եմ, կարելի ասել ամեն ինչ մոխրագույն է, թե տարածքը, ամեն ինչը դա, երբ որ ես առաջին անգամ եկա Երևան ու այս զարմացած նայում եմ լույսերին, որովհետև այդ լուսավորությունը այնտեղ չկա, այդ չգիտեմ գովազներ եւ այլն ու այդ թե մռայլությունը փողոցներում, թե մռայլությունը մարդկանց դեմքերին ես եկել եմ, որպեսզի մի օր կարանամ այստեղից մի լույս տանեմ այնտեղ, միշտ այդ եմ իմ մտքում ասում։ Մովսեսը ամենավտանգված բնակավայրերից մեկն է։ Այսինքն եթե Տավուշը հանձնվի, Մովսեսը կհայաթափվի եւ արդեն վերադառնալու տեղ չի լինի։ Արի դրական մենք պետք է հասկանանք։ Այս մարդը հավատում է մեր լուսավոր ապագային, ինքը չի հավատում Նիկոլի կասկածելի խաղաղությանը։ Այո։ Այստեղ հարցը Նիկոլի կասկածելի խաղաղությունը չի, այլ հարցը այն քայլերն են, որին դիմում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ քայլերի հետևանքներում ինչ կլինի, այսինքն այստեղ օպտիմիզմ, պեսիմիզմ չեն խաղում, մենք պետք է հասկանանք, որ Մովսեսը ամենավտանգված գյուղերից մեկն է։ Ռեալության մեջ դուք ինչ եք մտածում, ինչին եք հավատում։ Լավ, մի օր սրան են բռնում, մի օր նրան են բռնում, դա անում է ահաբեկելու համար, անում է մարդկանց աչքը վախեցնելու համար, անում է զսպելու համար, ինչի համար անում եւ ընդհանրապես ո՞նց եք տեսնում այս ամեն ինչի շարունակությունը դուք։ Տեսեք, այսպիսի մի հատ օրինակով բերեմ, Պույպույ մկնիկ մուլտիկի մեջ, երբ որ այդ մկնիկը մտնում է, եթե չեմ սխալվում, կոկոսի մեջ, ինքը սկսում է ուտել ու չի կարողանում կանգնի։ Նույն ձևել Նիկոլ Փաշինյանը ինքը լավ համեմատություն է։ Ինձ էլ դուրեք դավաճանական օրակարգի մեջ ինքը չի կարողանում կանգնի ու չի կարողանում այդ գնդից դուրս գա, բայց վաղ թե ուշ ինքը, չգիտեմ, կամ կպայթի, կամ էլ ոնց որ մուլտիկի մեջ հա կոկոսը կանգնի կջարդվի ինքն էլ մեջը։ Այսինքն այստեղ կամ մենք բոլորս վարի կգնանք, կամ ինքը կդադարի, որտեղ բոլորս տեսեք վարի չենք գնա, որովհետև ոնց որ Աստվածաշնչի մեջ է ասում, եթե մեզնից մեկին սպանեք, 10 կգա եւ ցորենի հատիկը հողի մեջ ընկնելու ու մեռնելով նոր հաս կա դառնում, որը 20, 30 ու 100 նոր ցորեններ է տալիս։ Դուք կարծում եք մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ունի ձախողած պլան եւ ինչի հաշվին ունի ձախողած։ Ասենք իր այդ սցենարային պլանի ինչ որ հատված կա, որը ձախողել է ձեր կարծիքով։ Տեսեք, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը չունի ձախողած պլան, այլ կան պլաններ, որ մեր դիմադրության արդյունքում որոշակի հետաձգվում են։ Այդ համաձայն եմ լրիվ։ Բայց ինքը ցավոք սրտի, էլի ցավով եմ նշում, այն մարդն է, որ նու կներեք այս արտահայտության համար, բայց վիզա դնում ու անում է, բայց վաղ թե ուշ դա էլ կկանգնեցնենք։ Բառերի համար դեռ, որտեղ Նարեկին հետույք բառի համար են դատել, վիզ դնելը, Ալյոնկա, վիզ դնելը դա քրեորեն պատժելի խոսք է, թե ոչ։ Ալեն պրյամ կներես։ Բայց գա պույպույ մուկիկի հետ համեմատություն էլ օրինակ նարվային ասեն մեզ կռիս են ասել, մեզ կռիս ասո։ Լացելու բանացի ծաղում ենք Արկադի ջան, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել։ Չէ, կալանավորվելուց չեմ վախենում, ասեմ հակառակը, ես այն օրը գրքերիս էի նայում։ Այո, մի ասեք, ես արուշ սցենար կմտածեմ։ Ես գրքերիս էի նայում, որը հավաքվել է ու չեմ հասցնում կարդամ, նույնիսկ ազատ ժամանակ կլինի գրքերս կկարդամ, որը բավականին շատ էր արդեն։ Իսկ որ ոլորտից են գրքերդ։ Տեսեք, հիմնականում կարդում եմ դետեկտիվ, հոգեբանություն, վերջերս արդեն նաև քաղաքական գրքեր որոշակի։ Ո՞ւմ եք ուզում հասկանաք։ Այդ ամեն ինչի
Համախառն արդյունքում ում եք ուզում Ուզում եմ հասկանալ։ նախ ինքս ինձ հասկանամ, դրանով կսկսեմ Աշխարհը մնացածին սկսում նույնպես է- հասկանալ։ Սկսել դուք էլ կասկածել, որ մենք ենք Եսից, ալման աշխարհը սկսում է եսից, այո, շատ ճիշտ մոտեցումը։ Ես մեկ-մեկ նայում եմ մարդկանց, նույնիսկ իմ շրջապատի մարդկանց ու մտածում եմ կամ իրանք են խելագար, կամ ես, բայց իրանք շատ են, կարող է ես եմ Հավատացեք, այդ հարցը առանց հումորի շատ միջավայրերում արտնանում է Դա մարդկանց մեջ, հա։ դասական իրավիճակ է, որը դեռ չեմ ուզում իմ կրոնական տգիտությունը բանանալ, բայց կարծեմ անգամ կամ Աստվածաշնչում է եղել, կամ հին կտակարանում, երբ որ բանը Աստված ասում է, ես առույց ջուր չխմես, որտեվ կխելագարվես, ու մեկը ջուր է հավաքում, ջուրակուտակում բան է անում, որ չխմես, բայց մնացածը բոլորը խմում են այդ ջուրը, ու բնական է խելագարվում են, ինքը միակ բանականությունը պահպանված մարդն է, բայց քանի որ շուրջը բոլորը խելագար են ու ինքը իրան են խելագարության մեջ մեղադրում, ինքը ստիպված է ջրից խմում է, որ դառնա նրանց նման, ու այդ վտանգը մենք ունենք։ Լավ չէ Արմինե, ես մտածում եի, որ քո հումորների մեջ շաղախված պոզիտիվ էսուր կլինի, որովհետև Պոզիտիվ դա ադապտացիայի, դա պսիխիկայի ադապտացիայի դրսևորումներից մեկն է, որովհետև անգամ համակենտրոնացված ճամբարում մարդիկ ձև էին գտնում համագործակցել իրենց դահիճների հետ, որ կարողանան ինչ մի ձև գոյատևեն։ Արկադի, քո տարիքի տղաներից շատ տղաներ, օրինակ դեռ այն տրենդերի մեջ են, որ լավ մեքենա, լավ տեղերում շրջագայել, լավ սրճարաններում կիսապարկած, այսպես բքել, թույլ տվեք ասել այդ բառը։ Այսինքն դուք ոնց եք կարողանում տարանջատվել այդ մարդկանցից եւ կարողանում եք հասկանալ նրանց, ովքեր այդքան հաշտ են կամ այդքան իներտ են իրենց հետ կատարվողի հանդեպ։ Տեսեք, չեմ ասի, որ ամբողջությամբ հասկանում եմ, ունեմ որոշակի ընկալում, այդ մարդկանցից որոշները այս մտածելակերպով են, որ անջատվենք, կտրվենք սրանից, որովհետև էլ չենք կարող, իսկ որոշները նույնիսկ չեն էլ հասկանում։ Օրինակ ես վերջերս էլի իմ տարիքային տղայի հետ, երբ որ Կոչուբաևին էին ձերբակալել, ես ասում եմ ոնց կարելի է մարդուն խոսքի համար նման ձևով ձերբակալել, իմ տարիքային ինձ հետ աշխատող տղա ասում է դե ախպեր, մենք չգիտենք ինչա կատարվում, կարող է խոսքի համար չի, կարող է մի ուրիշ բանի համար է։ Հա ինքը ալարում է, չէ՞, մի հատ մտնի կարթա ամեն դեպքում, որտեղ բեխաբար չմնա։ Իշխանությունների հեղինակությունը Հայրամոթը շատ չմերժող կատեգորիա մարդ ասում դե որ արել են իրանք ընդ վերևներում գիտեն ինչ են անում այդ տաքսիստի մակարդակն է էլի այն վերևների բան հեղինակությունը всё же իսկ իմ կողմից տեսեք այդ ցանկացած երկրային հաճույք մի օր անցնելու է իսկ ես վաղ թե ուշ պետք է եթե ինչ որ մեկի համար նպատակա լավ մեքենա քշելը իմ համար նպատակա լավ պետությունում ապրելը ես ուզում եմ ապրեմ Հայաստանում ուզում եմ ապրեմ լավ պետությունում հա ես կարայի ինձ նույնիսկ հրավերներ են եղել էլի ուրիշ պետություններ ընկերների կողմից բարեկամների կողմից բայց ես ուզում եմ Հայաստանում ապրեմ Իրանք ասում են դու նիսիա բան ես անում ասում են դու ապագայից ես խոսում ախպեր այդ հարցը լուծում է Նիկոլ Փաշինյանը ինքը դրա համար է Իրականում իրանք ճիշտ են, այդ մարդու միսիան եւ այդ մարդու ֆունկցիան եւ այդ ընտրական մեխանիզմներով, երբ որ դու տալիս ես ինչ-որ մեկին իրավունք, այո, այդ իր պարտականությունն է, իմ պարտականությունը ուղղակի մնալ բարձր գիտակցության մարդ եւ ապրել եւ չվնասել բնությունը մարդկանց եւ այլն։ Բայց մենք այն իրավիճակում ենք, որ նախ պիտի խաբարնենք, որ հասկանանք ոնց դիմադրենք։ Ամեն րոպե դու զարթնում ես ու չգիտես քո հետ ինչ է նոր իրականության մեջ ես զարթում։ Եվ ինքը մի մոռացեք, ամենակարևոր եւ ամենավտանգավոր հայտարարությունները արել են 21-ի նախընտրական շրջանում։ Այդ դու չես որոշում թե թուրք-քուրդի գանստի, հիշում եք այդ հայտնի արտահայտությունը։ Իմ ինչին է պետք ասենք մի սար, որի գլխին տարվա 30%-ը ձյուն է։ Եվ ով ասում, որ մենք ունենք կադաստրի վկայական սրանք շատ կարևոր թեզեր են եւ դուք լավ եք հասկանում, որ երկրի ղեկավարի առաջին դեմքի շուրթերից դուրս եկածը ինքը համարյա իրավական ակտ է։ Կոպիտ ասած սրան
Սա արդեն բանակցման ենթակա չի։ Ինչպես օրինակ Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Լավ, հիմա որպեսզի չկրկնվենք, ես օրինակ սենց վերլուծություն ունեմ։ Ինձ համար լաբորատորիայի կռիս են այդ անտարբեր մարդիկ եւ շատ եմ բզբզում իրանց, շատ եմ ուզում հասկանալ, մանավանդ անծանոթներին, հələ ծանոթներին ես մոտավորապես հասկանում եմ ինքը ինքնապաշտպանվում, որտեվ հավես չունի։ Ես հասկացել եմ մի բան, միգուցե սխալ եմ մտածում, բայց այս մարդկանց հույսը մենք ենք։ Իրանք պրոստը ոչ թե իներտ են։ Այո։ Իրենք գիտեն իրենց Տենց էլ կա, փոխարեն որտեվ կռվող ես այս վերջի կես տարին շփվում եմ Իրանք գիտեն դու անելու ես, դու պարտվելու ես, ինքը քո ձեռքերով շաքարամանից հանում է շաքարը, հասկանում ես, որ ինքը ուտի։ Ինքը կրակի միջից հանում է ուտելիքը, որ ուտի, ինքը անում է այն, ինչ որ անում է մեր մտավորականը։ Հասկանում եք, եւ մեր լրագրող գործընկեր Ազամ Բաբայան, ով իդեպ Ազատություն ռադիոկայանի Մոսկվայի թղթակիցներ, մի փայլուն բան էր գրել, չմտածեք հանկարծ լրագրող եմ, տենց մեծամտածել ենք եւ այլն, գրել էր, այ մարդ, այս լրագրողներին սենց էս արեցիք, այն արեցիք եւ այլն, բայց ասում է հասկացեք մի բան, լրագրող այդ մի 200,000 աշխատավարձի համար չի, որ դրսում է, որ ժամ չունի, որ պատարակ չունի, որ անսեռ կռիվ է տալիս, այն որ կռվում է վերջում տուն գնալուց է հասկանում ինչի միջով անցավ, այսինքն դու գործի մեջ ես ու դու վերջում ես հասկանում, ասում ենք կռվում է, որովհետև մտավորականը քնած է, մտավորականը չի ուզում, որովհետև բիզնեսմենը չի ուզում, որովհետև ուսուցիչը բոլորը սենց այդ մարդիկ ուզում են, բայց իրանք ուզում են մեր ձեռքերով։ Մենք ուզում են լինի, չեն ուզում անեն այդ տարբեր բաները։ Այո, իրենք ուզում են լինի։ Իրենք ուզում են, իրենք ընդհանրապես ֆուտբոլ նայողը պես տենց քեզ բալետ են անում այդ on-line բաներով, բայց իրենք ուզում են ախպեր շարս քաշած, պետքա Նիկոլի կնոջ փարթիներին էլ կնստեմ կծափահարեմ, դե ջանդամ հիմա զզվանքով, չգիտեմ, տհաճությամբ, դժկամությամբ, բայց ես դա կանեմ, որովհետև ես մեկա վաղը դու կրելու ես կամ իրավիճակ ես փոխելու, ես գամ էլ կվայելեմ։ Ու այս մարդիկ ցավոք սրտի մեր հասարակության մեջ շատ են։ Այսինքն ես սկսում եմ ջնջել կամած այդ իներտ բառը։ Իրանք իներտ չեն, իրանք պարզապես սպառող են։ Մեր առողջության, մեր ամեն ինչի հաշվին, իրանք այն սպառողն է, որը նստած է, այսօր մեր հաշվին է սպառում, վաղը Նիկոլի հաշվին, այսօր, բայց ինքը գիտի ինքը ինչ է ուզում, ինքը շատ լավ գիտի ինչ է ուզում։ Սոցիոլոգիան շատ վաղուց հիմնավորել է այդ կարգի մարդկանց գոյությունը։ Ու դա հասարակության 80%-ն է։ Դա Պողոս չի, Պետրոսը չի, դա ասում է շատ երկրներում են իրենք բոլոր գոյություն չունի պետություն, որտեղ չկա։ Պարզապես եւ ընդամենը 15%-ն է, որը ինձ ու քոպես պասիոնար են, ակտիվ են, այդ նիշան պետքա զբաղեցներ։ Մտավորականությունը, սակայն մտավորականությունը նաեւ չի կարող կտրվել իշխանությունից, որովհետեւ նրանք սնվում են իշխանական դոտացիաներով ու այդ 80%-ը իրոք մտավորականներ կտրվել են։ Այդ 80%-ը ոչ թե մեր հույսին են։ Այդ 80%-ը լավ վերջնաբանի հույսին են, որ լավ կլինի մենք կվայելենք։ Չէ, իրանք կարող Չէ, ես քեզ բան եմ ասում։ Սիլվա Կապուտիկյանը կռվել է, կռիվատվել։ Սիլվա Կապուտիկյանը կռիվատվել, որովհետև այն ժամանակ պատմական իրողությունը այնպես էր, որ նա չէր կարող չկռվեր, որովհետև ամեն մի պատմական ժամանակահատված ունի իր պահանջմունքը, ու այն ժամանակ պահանջմունքը դա էր, որ ինքը Սոսարքսյանը, Զորյանը Այո, հիմա հետո կներես էլի, այսօր մենք Սիլվա Կապուտիկյանի կարգի գրողներ ունենք, ու պոետ է ինքը, չունենք։ Ես մի մեծ մասնագետ չեմ հայոց լեզվի եւ գրականություն, բայց այնուամենայնիվ ես չեմ տեսնում այդ մեծությունը, հա, որտեվ եթե լիներ, ես հաստատ կիմանայի, հաստատ կլսեի դրա մասին։ Բայց չես կասկածում, չէ, որ մեր գիտնականները հայրենասեր են եւ սիրում են իրենց երկիրը։ Իրանք հայրենասեր են, բայց իրանք ուզում են, իրանք անհրաժեշտ է միջավայր, որում նրանք հնարավորություն կունենան շարունակել աշխատել։ Խոսքս կիսատ մնաց, ես կես տարի արդեն աշխատում եմ բիզնես ոլորտում, ու ես հետևում եմ այդ մարդկանց, իրանք աշխատում են 18 ժամ, նրանք ինքնանվեր բան են, հա փողել են աշխատում, բան չունեմ ասելու, հա, բայց նրանք նվիրված են այդ գործին, ու ամեն անգամ շատ մեծ բանով թախծում են, երբեք սրանց ռադանելու։ Ասում ընկեր, ասում քանի անգամ եկար կողքս կանգնեցիր։
Երբեք։ Այսինքն ես չէ, Այսինքն երբեք։ իրանք զգում է, то есть ինքը դրա կարիքը ունի։ Բայց դրա հետ միասին ինքը պատրաստ չի իր, ասում եմ, ուզում եք, չգիտեմ, կոկա-կոլա ուղարկեմ, պիցա ուղարկեմ, ինչա պետք, ես չեմ կարա գամ կանգնեմ։ Ինքը հասկանում է, որ իր ռիսկերը շատ ավելի բարձր են, քան իմ ախպեր ես կորցնելու բան չունեմ։ Ինքը երևի ունի, ես Դու չգիտեմ։ բիզնես ոլորտ ես մտել, մարդիկ էլ քո մասին միշտ ունեն մի կարծիք, որ դու Սերժա ռոբական կլանից ակտ։ Հա, լուրջ։ Հաշվի քարտից համարը կթողեմ խմբագրությունում ցանկության դեպքում։ No, ասածս ինչ է, այսինքն դա մեր բոլոր հասարակությունների 80%-ն են, որոնք անհամբեր սպասում են երաշխավորված եւ անվտանգ փոփոխությունների։ 18 թվին ինչի դա տեղի ունեցավ, որտեղ նրանք գիտեն, որ սա երաշխավորված է եւ իրանց ոչինչ չի սպառնում։ Իհարկե, եթե այդ ղազուխը եկավ մտավ համապատասխան նարեկի դատվածության պատճառը հանդիսացող տեղ ու հիմա իրանք արդեն վախում են, ասում ախպեր դու արա, ես հետո կմիանամ։ Էսա Նարեկի դատվածության պատճառ հանդիսացող տեղ հետ եք բարու մասին։ Մտքի դրիճկը։ Հիմա եղբայր, քո հասակակիցն են պաճտի նաև համարյա մեր տղաները, ովքեր նստած են արդեն երկրորդ անգամ։ Ժամանակին նստող մարդկանց սենց ամբողջ թաղում, սենց մոտավորապես լարված դիտարկում էին, թե տեսնես ինչ էր այլ եւ այլ։ Հիմա այն որ ասում եմ մեխինդ, մե ուրախություն է դարձել էս գնալ նստելը, նույնիսկ երբեմն մենք շատ կշտամբում ենք մեր ընկերներին, կոնկրետ ես էլ ընկերներ ունեմ այնտեղ նստած, բացի Նարեկը եւ Վազգենը, նաև Դավիթն այն շատ լավ ընկերը Համբարձումյան, Մասիսի համայնքապետը, որին ման ենք գալիս, թե վերջ ինչի համար նստած, ինչ են գտնում։ Հիմա մեր ընկերները նստած են ու մենք երբեմն վիրավորվում ենք նաև այդ հերոսական բաներից, որ մենք չենք վախենում գնում ենք նստենք։ Ես կոնկրետ բողոք ունեմ, ասում կլինի հերոսանակ փրկելով, ոչ թե, բայց այդ փրկելու ձևը այն ինչքան մենք ջանացել ենք, փաստացի չի ստացվել։ Դուք հավատում եք, որ ի վերջո այդ ձևը կա եւ այդ ձևը լինելու է։ Բնականաբար այդ ձևը կա ու այդ ձևը լինելու է, որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ չի ու Նիկոլն էլ ինչքան էլ ուժեղ լինի, ինչքան էլ շատ կուռ թիմ ունենա, մի օր ճեղքեր տալու է ու մի օր ինքն էլ մենակ է մնալու, ասեմ ավելին, քանի գնում այդ օրը ավելի շատ է ու երևում ապագայում, որովհետեւ ինքը դրանից էլ է, երբ որ մարդ սկսում ընդամենը խոսքի համար մարդկանց ձերբակալել, ինքը արդեն խոսքից է վախենում։ Վախենում է, որ իրան խոսքով կհաղթեն։ Որովհետև ինքը հենց այդ խոսքով ցավացրել է եւ այդ խոսքով կաշառել ու հասել է այստեղ։ Եվ նա շատ լավ գիտի զորությունը խոսքի, զորությունը։ Նենց որ ասում է խաչը իմն է, զորությունը ես գիտեմ։ Ապրեք շատ, եթե ասելիք ունեք, ուղերձ ունեք, նաև ձեր հասակակիցներին, ովքեր ինչպես մեր սիրելի Արմինեն է ասում, սոցիոլոգ ասում է, մարդիկ շատ լավ էլ գիտեն մենք ինչ ենք անում, պարզապես իրենք դրա անողը չեն։ Հիմա ձեր հորդորն ու կոչային մարդկանց, ովքեր միգուցե նաև ազդվում են այս տեսարներից, եւ այն տղաներին, ովքեր նստած են ու գուցե հետևում են կամ տեղյակ են եթերից։ Նախ ուզում եմ ազատություն մաղթեմ բոլոր քաղբանտարկյալներին, էլի նստելը հերոսություն չի, բայց ոնց որ Բագրատ Սրբազանն է ասել, երբ որ այս իշխանությունը գնա, ովքեր չեն նստել, պետքա պատասխան տան ինչի չեն նստել։ Երկրորդ, քանի որ այս տաղավարում ենք, ուզում եմ իմ հիացմունքը հայտնեմ անտիֆեյքի խմբագրակազմով, ովքեր շատ արագ կարողացան ամեն ինչ վերականգնեն, դա տիտանական աշխատանք է, որը մենք գնահատում ենք ու հասկանում ենք, որ իզուր չի, որ այս մարդկանց աջակցում ենք։ Հեշ չի երևում, չէ՞ որ սելջուկները անցել են ստեղով։ Մենք էլ բայց ամենակարևորը որ կահույքը չտարան, որտեղ առանց այս բասկաթորների իրոք արել են, սա պետք է մեզ, բասկաթորների իրոք մեր գործը ավելի շատ ծանր կլիներ։ Իսկ իշավոտուկի վրա ինչ նստելու վարենք։ Իսկ որպես ուղերձ ոչ միայն իմ հասակակիցներին, այլ բոլոր մարդկանց եմ ուզում հղեմ, որ տեսեք, մեր անկախանալը այդքան էլ շուտ չի եղել։ Շատ մարդիկ այդ անկախությունը տեսել են, շատ մարդիկ այդ հանրաքվեում այո քվեարկել են ու հիմա ժամանակն է, որ մեր այոն մենք պաշտպանենք գործով,
պաշտպանենք պայքարելով։ Ես Ցույց տանք, որ իր 4-րդ հանրապետությունը չէ ձևավորում, մենք մեր երրորդի մեջ բաց չէինք զգում մեզ։ 4-րդ հանրապետությունում ոչ մի հայկական բան չի լինելու, եթե հիմա գոնե խոսքն ու դրամը հայկական են, մուսուլմանական։ 4-րդում դա էլ չի լինելու, հա, ու եկեղեցին բոլոր հայերինն է, ոչ միայն պետությանը։ Շնորհակալ ենք մխիթարող, աջակցող, քաջալերող խոսքերի համար, շատ ապրեք։ Մենք ձեր գործից, ձեր եկամտի աղբյուրից չկտրենք, Արկադի ջան, շատ գնահատում ենք ձեր մոտեցումը, նախ մտածողությունը։ Դուք ասում եք իմ հայրը ինձ ա տվել, ես էլ իմ զավակներին պիտի տամ, այո, այդ պատվախնդրությունը պիտի բոլոր տղամարդիկ ունենան, եւ ընդհանրապես այդ տղամարդ բառը պիտի բերենք, վերադարձնենք իր բովանդակային լիարժեք իմաստով մեր իրականություն, ոնց որ շատ ենք սենց այդ միրպիկ բաներով սենց վարի ենք տվել այս սորտի տղամարդկանց։ Դա Աստված բոլոր առումներով ժամանակները վերադառնան կամ վերարտադրեն իսկական հայերին, իսկական մտածողությունը, արժեհամակարգային մտածողությունը եւ քրիստոնեական մտածողությունը։ Այո։ Մենք նաեւ դրա մասին պիտի խոսենք։ Լավ եղեք, ամուր մնացեք, այո, չկոտրվեք, մենք էլ չենք կոտրվում։ Եվ բարեք ես ձեր խոսքը ձեր հասակակիցներին։ Այո, մենք այսօր բոլորին այդ քարոզն ենք անում։ Որտեղ մենք տարածեք, մտածողություն, այդ մտքի տարածման խնդիր։ Ես վերջին ժամանակներում շատ մարդիկ նույնիսկ ինձ հետ երկար չեն կարողանում խոսեմ, որովհետև ամեն ինչ բերում եմ քաղաքական դաշտ, ինչքան իմ գիտելիքները հերիքում է, նույնիսկ այն օրը իմ գործընկերներից մեկը փոշուց է բողոքում, ես քաղաքականությամբ բացատրում եմ ինչի է դրա մեղավորը երկու հոգի, հա, Ավինյան Տիգրանն ու վարչապետի Տորինը առաջ փոշի կար։ Էլի չորեր Երևանը, բայց փոշի չկար։ Ճիշտ եք անում, ես իմ լրագրողներին երբ որ բացատրում եմ, ասում են, ես չեմ ուզում քաղաքականության մասին նյութ գրեմ, ես չեմ ուզում քաղաքական, ասում բալես, դու սոցիալական գրի, մեկ սոցիալականի բոլոր պատճառները ավարտվում են քաղաքական որոշումների, քաղաքական գործիչների հրահանգների վրա։ Շատ ապրեք, պինդ եղեք, ամուր եղեք, շնորհակալ ենք նաև մեզ հետևողներին, ինձ թվում է դուք նաև լավ վերաբերմունքի արժանացաք մեր հետևորդների կողմից։ Մենք հարգելիներս մեր հաջորդ հյուրին ենք սպասում, կարծում եմ հարգելի ռեժիսոր, մենք նորից գնում ենք ընդմիջման։ Այո։ Մենք նորից գնում ենք ընդմիջման։ Մենք չենք կարողանում տղերքի նման շախ, շուխ, հումոր անել, ես դրանից շատ եմ տխրում, բայց գնալու եմ մի քիչ պարապեմ այդ ուղղությամբ, հաջորդ եթերին փորձեմ ավելի քրեակատարողականի դռները բաց են ձեզ համար։ Այնտեղ ամենա բանդս դասընթացները այնտեղ է։ Մի խոսքով, մենք մեր հյուրերին արդեն կարծես թե այնտեղ թիկունքում ունենք, հիմա փորձենք հասկանալ առաջին ռիփսի մենք կլինի եւ մենք կխոսենք այդ թվում եկեղեցուց թե ոչ, ես չեմ հարցրել իրեն, բայց ես կարծում եմ ինքը դեմ չի լինի, հաշվի առնելով, որ մոտավորապես 3 տարի եւ մի բան էլ ավել, այնտեղ լրատվական աշխատանքներ էր մեզ հետ համակարգում, գոհ ենք, դժգոհ ենք, հեսա կանկեղծանանք ուղիղ եթերում։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր կլինի նաեւ այդ թեմայով խոսել, որովհետեւ կարծես թե մեզ համար տաբու է, մենք վախենում ենք մտնել այդ դաշտ, բայց պիտի մի քիչ անկեղծ լինենք։ Մանավանդ ես գոնե լրագրող եմ, այդ անկաշկանդ պիտի լինեմ։ Ինձ թվում է ինքն էլ կլինի, մանավանդ որ շատ բան գիտի եւ շատ բան գուցե հրապարակելու հնարավորություն եւ ցանկություն չի ունեցել, որտեղ Նիկոլը այսպես ծանրաբեռնում էր մեզ։ Սպասեք մեզ եթերում, մենք կվերադառնանք քիչ հետո, կարծում եմ մաքսիմում 5 րոպեից։